Բարի երեկո հարգելի բարեկամներ, եթերում է House Home հաղորդաշարը, որը սկսում ենք հենց հիմա։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ և դուք դիտում եք House Home հաղորդաշարը, այո ինչու ոչ, հենց հիմա կարող եք այցելեք aramkarsian.com և այնտեղ սխմելով Search Like an Agent կոճակը կարող եք դուք տեսնեք այն տները, ինչ որ շուկայում է և կարող եք գաղափար կազմեք ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայում։ Ինչն է այս սիստեմի առավելությունը, գիտեմ ուրիշ սիստեմներ շատ կան, բայց այս սիստեմը կապված է մեր բրոկերների, էջենտների սիստեմի հետ, ուստի այցելեք aramkarsian.com, այնտեղ սխմելով Search Like an Agent կոճակը, դուք կարող եք դնեք ձեր ինֆորմացիան և վայրկենական ձեզ առիթ կտրվի, որ մտնեք մեր սիստեմի մեջ և տեսնեք ինչ տներ կան և կարող եք դուք փնտրեք այն տները, ինչ որ դուք եք փնտրում, կարող եք դնեք քանի ննջասենյակ, քանի բաղնիկ, քանի քառակուսի ոտքի տուն եք փնտրում, ինչ տեսակի տուն եք փնտրում և որ շրջանում և իհարկե կարող եք անգամ դնեք ինչ գնի տուն եք փնտրում։ Սա շատ հզոր գործիք է, ինչպես ասացի, նորից կրկնեմ, սա կապված է մեր բրոկերների, էջենտների սիստեմի հետ, ուստի ինչ որ շուկայում փոխվում է, վայրկյանների ընթացքում այդ սիստեմի մեջ դուք կտեսնեք, կարող եք տեսնեք, թե ինչ է կատարվում ձեր ցանկացած շրջանում անշարժ գույքը։ Ուստի այցելեք aramkarsian.com և այնտեղ Search Like an Agent։ Իսկ հիմա ինչպես միշտ այս շաբաթ այս հաղորդումը ձեզ բերում ենք, սա կապված է անշարժ գույքի ֆինանսավորման որևէ հարցերի հետ կապված, ձեզ բերելու ենք այս շաբաթվա նորությունները, պետք է խոսենք, թե ինչպես պետք է սկսեք ձեր հարստությունը դիզել և իհարկե պետք է խոսենք, թե ինչպես, եթե տանտեր եք արդեն տուն եք գնել, ինչպես կարողանաք գնահատեք ձեր տունը, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք, սա նորից հզոր սիստեմ է, մի քիչ հետո դրա մասին էլ կխոսենք և պետք է խոսենք իհարկե մենք ինչ գործ ենք անում, որպեսզի ձեզ պարզ լինի մեր մասնագիտությունը ինչ է, իհարկե անշարժ գույքի հետ է կապված, բայց մի քիչ ավելի մանրամասը կծանոթացնենք ձեզ և իհարկե պետք է բերենք ձեզ այս շաբաթվա interest rate-երը ինչ եղան, բարձրացան, թե իջան, որտեղ խոսակցություններ կա, որ շուտով սկսելու են բարձրացնել interest rate-երը և իհարկե շատ ավելի բաներ ունենք ձեզ ներկայացնելու, ուստի մնացեք մեզ հետ և այս դադարից հետո կվերադառնանք և կշարունակենք։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ և դուք դիտում եք House Home հաղորդաշարը։ Ինչ է կատարվում անշարժ գույքի շուկայի մեջ,
այս հաղորդումը հատուկ պատրաստել ենք դրա համար, որպեսզի ձեզ բերենք նորություններ, որտեղ դուք մենք ձեզ տեսնում ենք որպես ինվեստորներ, որպեսզի ավելի բան իմաց եւ ավելի երբ որ ինվեստորը ավելի ինֆորմացված է, ճիշտ քայլերով կարող են իրենց որոշումները կայացնեն, իրենց ներդնումը, իրենց ինվեստմենտը որտեղ դնեն, երբ մտնեն շուկա, երբ դուրս գան շուկայից եւ ինչը ճիշտ քայլերը, որպեսզի կարողանաք որպես ինվեստորներ ձեր հարստությունը պահպանեք, երբ որ անշարժ գույքի մեջ եք դրել, եւ իհարկե շուկան ընդհանուր վիճակում առողջ ձևի առաջ է գնում, տանկները բարձրանում են, շուկան ընդհանուր կոչվում է sellers market, հիմա վաճառողների շուկա է, ինչ է դա նշանակում, երբ որ պահանջը շատ է, գնորդները շատ են եւ պաշարը քիչ է, շուկան շուռ է գալիս դեպի տունը վաճառողների շուկա է դառնում եւ հիմա այդ շուկայում ենք եւ մեր գնորդներին ծանոթացնելու համար թե ինչ է դա նշանակում ձեզ համար որպես տան գնորդ պետք է միշտ պատրաստ լինեք մրցակցության մեջ մտնելու երբ որ շուկա եք մտնում մի քիչ հետո դրա մասին էլ պետք է խոսենք թե ինչ է ճիշտ քայլերը շուկա մտնելուց առաջ ինչ է պետք պատրաստվել եւ մի հատ որ շուկա մտակ ինչ է պետք հաջորդ քայլերը ինչ քայլեր պետք է առնեք որ եւ ինչպես պետք է արդեն մտքով պատրաստ լինեք շուկա մտնելու իսկ ընդհանուր շուկան առողջ առաջ է գնում պաշարը դեռ քիչ է ինչպես ասեցի եւ իհարկե ղեկը ձեր ձեռն է տունը վաճառողներ եւ եթե պատրաստ եք ձեր տունը վաճառելու մենք էլ պատրաստ ենք ձեզ օգնելու 1.5% դա մեր սերվիս ֆին է դեռ շարունակում ենք սպեշալը կվաճառենք ձեր տունը 1.5%-ով ուստի եթե հարցեր ունեք սիրով հեռաձայնեք 818-275-115 հեռախոսահամարով եւ եթե ուզում եք գաղափար կազմեք թե ձեր շրջանում ձեր անշարժ գույքը տունը ինչ արժի անպայման այցելեք aramkarsian.com եւ այնտեղ search like an agent կոճակի կողքը նոր ձեզ համար տունը վաճառողների համար հատուկ ծառայություն է սա նորից ծրիաբար է մտեք սխմեք price my home կոճակը եւ ձեր մի քանի ինֆորմացիա դնելով անպայման դուք կստանաք րոպեների ընթացքում հատուկ report մի քիչ հետո դրա մասին ավելի մանրամասը ձեզ կծանոթացնենք իսկ ինչ է կատարվում ընդհանուր շուկայում շարունակելով առողջ ձևի շուկան առաջ է գնում մրցակցությունը շատ է գնորդների կողմից եւ իհարկե մեր տունը վաճառողները եթե մտածում եք ձեր տունը վաճառեք սա ճիշտ ժամանակն է արդեն դպրոցները համարյա վերջացել են մեծամասնությունը եւ հիմա է որ տան գնորդները արդեն լրջորեն նայում են տունը գնեն որպեսի մինչև նոր սեզոնը սկսելու դպրոցների սեզոնը սկսելու երեխաներին արդեն մինչև գնեն մինչև մտնեն տունը արդեն երեխաներին այդ նոր շրջանի դպրոցում արդեն արձանագրեն որպեսի օգոստոսի վերջին սեպտեմբերին արդեն սկսեն երեխաները այդ շրջանի դպրոցը գնալ ուստի եթե հարցեր ունեք ինչ արժի ձեր տունը այցելեք aramkarsian.com price my home կոճակը սխմեք եւ կարող եք հեռաձայնեք մեզ 818-275-115 հեռախոսահամարով իսկ հիմա ուզում ենք անցնենք խոսելով թե ինչպես է պետք ձեր գանձը, ձեր հարստությունը, ձեր ինվեստմենտը, ներդնումը պաշտպանեք։ Այս փոքր դադարից հետո կվերադառնանք, նորից եմ ուզում հիշեցնեմ, այցելեք aramkarsian.com, այնտեղ ծրիաբար ձեզ առաջարկում ենք զանազան գործիքներ, օգտագործեք այդ գործիքները եւ եթե սիրով կարող եք կապնվեք մեզ որևէ անշարժ գույքի հարցով կամ ֆինանսավորման հարցով։ Մնացեք մեզ հետ կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հաուստոմ հաղորդաշարը, խոսում ենք թե ինչպես պետք է ձեր անշարժ գույքը, արդեն գնել եք, աչքներդ լույս, ամսեվճարները վճարում եք, ինչպես պետք է սկսեք վերանայել, պաշտպանել ձեր այդ ներդնումը, investment-ը, շատ կարևոր է սա, շատ կարևոր քայլեր են։ Իհարկե առաջի հերթին պետք է նայեք ձեր ապահովագրությունը, որ գնեցիք տուն առնելուց անպայման ապահովագրություն գնեք, կապ չունի, cash լինի թե դա ֆինանսավորումով եք գնել, կապ չունի, անպայման ձեր insurance-ը, ապահովագրությունը վերանայեք ձեր insurance agent-ի broker-ի հետ եւ հաստատ եղեք, որ ձեր աղետի դեպքում ձեր coverage-ները, ինչքան գումար, որ ձեզ կվճարեն, որպեսզի վերականգնեք աղետի դեպքում, անպայման այդ ամեն ինչը տեղում է եւ ճիշտ գումարները դուք իդ կստանաք, որպեսզի հանկարծ աղետի դեպքում նոր այդ չբացահայտվի եւ կանգնեք փաստի առաջ։ Սա առաջին քայլն է եւ իհարկե հիմա ձեր ֆինանսավորման, որ մի քիչ հետո պետք է խոսենք ինչպես հարստություն դիզեք, առաջի քայլը նա էր, որ անշարժ գույք եք առել եւ պատմության մեջ եթե նայեք, մեկը կյանքում երբ որ առաջ է ուզում գնա կամ գնացել է կամ հարստությունը դիզե, անպայման որևէ գործար կարել են անշարժ գույքի հետ։ Սա ոչ թե ես գործի մեջ եմ, դրա համար եմ խոսում, այլ սա փաստ է, դուք էլ ինքներդ կարող եք տարբեր resource-ներով նայել, կարդալ եւ կտեսնեք, որ բոլոր հարստացած անձինք անպայման անշարժ գույքի հետ որևէ գործարք են ունեցել, ներդրել են իրենց գումարները անշարժ գույքի մեջ։ Ուստի, քանի որ արդեն տանտեր եք, պետք է անշարժ գույքին ձեր ավելի ուշադիր վերաբերվեք եւ տեսնեք թե ինչպես կարող եք այդ գործարքը, այդ ձեր investment-ը ավելի բազմապատկել գումարը։ Իսկ ինչպես է դա կատարվում, առաջի հերթին դուք պետք է նայեք ձեր ֆինանսավորումը, ինչ վիճակի է, ինչ interest rate ունեք, արդյոք 30 տարվա ֆինանսավորում է դա, թե 15 տարվա եւ ինչպես կարող եք այդ պարտքը շուտ մարեք, որտեղ այդ պարտքը ինչքան շուտ մարեք, նախ ահագին տոկոս եք խնայելու, որտեղ ինչպես գիտեք 30 տարվա կամ 15 տարվա ֆինանսավորումը, որ երբ որ վճարում եք ամսե վճարը, վերջում երբ որ հասնում եք ահագին տոկոս եք վճարում ձեր բանկին։ Ուստի դա արդեն ճիշտ կլինի, որ վերանայեք, տեսնեք շատ հնարավոր է, որ արդեն եթե 10 տարի ունեք այդ ֆինանսավորումը կամ 5 տարի ունեք ֆինանսավորումը, արդեն 5 տարի վճարել եք, կարելի է նայել արդյոք ձեր ֆինանսավորումը ճիշտ է 15 տարի սարքել կամ տարին 1 ամսե վճար, 12 ամսե վճարի փոխարեն 1 ամսե վճար ավել վճարեք 1 տարվա ընթացքում, բայց դրա ձևերն էլ կան ճիշտ է, եթե հարցեր ունեք, սիրով հեռաձայնեք եւ ձեզ կօգնենք 818-275-5115 հեռախոսահամարով, բայց ընդհանուր առմամբ դա շատ կարևոր է, որ այդ պարտքը շուտ մարեք։ Եթե 30 տարվա ֆինանսավորում ունեք, կարելի է նայել արդյոք վերաֆինանսավորել 15 տարվա սարքել եւ պատկերացրեք, երբ որ 15 տարով սարքեք եւ 1 ամսե վճար օրինակի համար, եթե ձեր ֆինանսավորման գումարը 200,000 է, ձեր պարտքը, եւ 1 ամսե վճար հարատև ձևի դուք տարին ավել վճարեք, 30 տարու փոխարեն դուք դա 22 տարում ձեր պարտքը կմարեք, իսկ ոչ թե մենակ դուք կտրեցիք այդ 8 տարին, կրճատեցիք, այլ այդ 8 տարվա տոկոսը կրճատեցիք։ Դա է հարստության դիզելու գաղտնիքներից մեկը, իհարկե արդեն առաջի քայլը ճիշտ եք կատարել, անշարժ գույք եք գնել, դուք արդեն կապիտալի տեր եք։ Այս փոքր դադարից հետո, երբ վերադառնանք, կշարունակենք, թե ինչպես պետք է ձեր հարստությունը շարունակեք դիզել եւ բազմապատկել։ Մնացեք մեզ հետ, կվերադառնանք եւ կշարունակենք։
Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք House to Home հաղորդաշարը։ Ուզում եմ նորից հիշեցնել, եթե մտածում եք ձեր տունը վաճառեք կամ ուզում եք իմանալ ձեր տունը ինչ արժի այսօր շուկայում, այցելեք aramkarsian.com, այնտեղ ձեզ առաջարկում ենք հատուկ գործիք, սա ձրիաբար է, կարող եք ձրիաբար օգտագործեք, այցելելով aramkarsian.com, այնտեղ սխմեք Price My Home կոճակը, ձեր պարամետրները դնելով րոպեների ընթացքում ձեզ կհասցվի հատուկ report։ Ինչ է այս report-ը պարունակում, այս report-ի մեջ նախ ձեր անշարժ գույքի ինֆորմացիան կլինի, քանի ննջասենյակ, քանի բաղնիք եւ ամեն մանրամասնությունները եւ իհարկե այդ report-ի մեջ շատ գեղեցիկ report է իմիջայլոց ձեզ կուղարկվի թե ինչ է կատարվում ձեր անշարժ գույքի ձեր տան անմիջական շրջանում ինչ է կատարվում անշարժ գույքի հետ ձեզ ցույց կտրվի թե ինչ է շուկայում վաճառվում քանի քառակուսի ոտք քանի ննջասենյակ եւ ինչ գնի է շուկա մտել նախ երկրորդը ձեզ ցույց կտրվի թե ինչ է կատարվում escrow մտած արդեն վաճառման ընթացքում տները, որ են escrow մտել, քանի օր են շուկայում եւ իհարկե ցույց կտրվի վերջի 3-ից 6 ամսվա մեջ ինչ տներ են վաճառվել եւ ինչ գնի եւ ամեն նկարները, ամեն ինֆորմացիան ձեզ կհասցվի, շատ հզոր գործիք է եւ իհարկե մանրամասնությունների համար կարող եք հեռաձայնել մեզ 81827 5115 հեռախոսահամարով եւ իհարկե այցելեք aramkarsian.com եւ այնտեղ Price My Home կոճակը սխմելով կարող եք դուք այդ հատուկ report-ը ստանալ։ Իսկ հիմա ուզում ենք նորից շարունակենք, թե ինչպես է պետք հարստություն դիզել, ինչպես է պետք ձեր անշարժ գույքը պահպանել, որպեսզի դուք ավելի ձեր այդ կապիտալը պահպանեք եւ ավելի առաջ գնաք կյանքում։ Մի քիչ ուզում եմ կապեմ ինչպես հարստություն դիզեք, արդեն անշարժ գույքը դա ձեր ֆունդամենտն է լինելու, ձեր բեյսն է լինելու, պետք է սկսեք ձեր աշխատավարձը, որ ստանում եք, դուք ինքներդ ձեզ վճարեք, որտեղ մենք արդեն բոլորիս մոտ այդպես է, ինչ աշխատավարձ, որ ստանում ենք, անպայման այդ աշխատավարձը մի կողմից մտնում է, մյուս կողմից դուրս է գալիս, բայց դուք պետք է գումար որոշեք, որ ընդհանրապես խորհուրդ է տրվում ձեր աշխատավարձի 20%-ը դուք ձեզ վճարեք, հետո նոր մնացածը կապեք ձեր կյանքի ծախսերի հետ, դա շատ կարևոր է եւ իհարկե անշարժ գույքը մեր տունը գնորդների հետ, ովքեր որ մտածում են տուն գնեն, սա շատ կարևոր է հասկանալ, նախ անշարժ գույքը real estate-ը շատ կարևոր մասնիկն է, որպեսզի կարողանաք հարստություն դիզեք եւ իհարկե ինչն է լավը այդ անշարժ գույքից, սա stock market չէ, որ օրական բարձրանա իջնի, ավելի հաստատուն investment է եւ կարեւորը որ անշարժ գույքը երբեք չի քնում։ Եթե դուք քնում եք, գործի եք գնում կամ քաղաքից դուրս եք գնում հանգստանալու, ձեր անշարժ գույքը դրամ է աշխատում եւ տարիների ընթացքում կտեսնեք, որ դա շատ շահավետ ձեզ կլինի, եթե իհարկե նայեք ձեր եթե վարձով եք մնում ձեր CPA-ի կամ հաշվապայի հետ խոսեք, իրենք էլ անպայման խորհուրդ կտան ձեզ, որովհետև երբ որ դուք անշարժ գույք չունեք, դուք ձեր տուրքերը, որ վճարում եք, այդ ֆորմերը լրացնում եք, ահագին ավել tax եք տալիս։ Եթե ձեր tax-ի bracket-ը 25%, 30-35% է, անպայման նայեք եւ խոսեք ձեր հաշվապայի հետ, CPA-ի հետ հատկապես, որպեսզի տեսնեք, թե արդյոք ձեռք տալիս է ձեզ տուն գնելու, թե չէ, եւ վստահ եմ 99% անպայման իրենք խորհուրդ կտան, որ անշարժ գույքը շատ կարևոր առավելություն է ձեր համար, որպեսզի կարողանաք այդ ամեն ինչը կատարեք։ Ուստի սա է իմ խորհուրդը, շատ պետք է շարունակենք հաջորդ հաղորդման մեջ, ինչպես ձեր հարստությունը դիզեք եւ ինչ է կարեւորը, որպեսզի ձեր հարստությունը, ձեր կապիտալը, ձեր անշարժ գույքը պաշտպանեք, որպեսզի կարողանաք այդ ապահով վիճակով ձեր կյանքը ապրեք եւ իհարկե հարստանաք, հարստությունը վատ բան չի, ուստի մենք այդպես ենք մտածում եւ ուզում ենք, որ դուք էլ առաջ գնաք կյանքում եւ
իրար հետ աշխատենք։ Այս փոքր դադարից հետո կվերադառնանք եւ կշարունակենք։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր հաղորդումը, հարգելի բարեկամներ, ես Արամ Կարսյանն եմ եւ դուք դիտում եք Հաղորդում հաղորդաշարը, մի փոքր ծանոթացնեմ մենք ինչ ենք անում, մենք անշարժ գույքի եւ ֆինանսավորման գործերով ենք զբաղվում եւ իհարկե ձեզ կարող ենք օգնել որևէ անշարժ գույքի հետ կապված, դա լինի residential, commercial կամ apartments, եթե ապարտման ունեք կամ commercial property ունեք կամ ուզում եք գնեք կամ վաճառեք, անպայման կապնվեք մեզ հետ, մեր 1.5% special-ը դեռ շարունակում է, սա ավելի residential property-ների հետ է կապված եւ իհարկե եթե մտածում եք commercial property առնեք, բիզնես ունեք եւ վարձ եք տալիս, պետք է նայեք, հաշվեք, տեսնեք արդյոք ձեզ ձեռք է տալիս ավելի անշարժ գույքը գնելը, commercial property գնելը, թե ոչ, եւ եթե հարցեր ունեք, կարող եք հեռարձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Հիմա գիտեմ բոլորդ անհամբեր սպասում եք, թե այս շաբաթվա interest rate-երը ինչ եղան, հիմա նայենք, կվերադառնանք եւ կխոսենք դրա մասին։ Այս շաբաթվա interest rate-երը հիմնված Freddie Mac-ի հունիս 16 2016 թվականին National Average-ը Ամերիկայի մասշտաբով 30 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց միջինը 3.54%, 15 տարվանը փակվեց 2.81% եւ 5 տարվա ֆիքսված interest rate-ը փակվեց 2.74%։ Եվ եթե այս ամենը համեմատում ենք անցած շաբաթվա հետ, տեսնում ենք, որ նորից interest rate-երը ցած իջան եւ իհարկե համեմատելով անցած տարվա interest rate-երի հետ, տեսնում ենք, որ շատ ավելի բարելավ են այս տարվա interest rate-երը, ուստի օգտագործեք այս առիթը եւ եթե հարցեր ունեք, հեռարձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Ինչ հարգելի բարեկամներ, ինչպես տեսաք, interest rate-երը նորից ցած իջան այս շաբաթ, իհարկե օգտագործեք այս առիթը, interest rate-երը այսքան ցածր չեն մնալու, տեսնում ենք, որ հետագայում report-ներ կա, իհարկե շատ երկար ժամանակ են խոսում, արդեն 1 տարի չափ է, ուզում են բարձրացնեն interest rate-երը, պետք է բարձրացնեն interest rate-երը, բայց դեռ էկոնոմիկան թույլ չի տալիս իրենց։ Ուստի սա շատ լավ առիթ է վերանայել ձեր ֆինանսավորում, եթե ունեք արդեն տուն եք գնել, վերանայեք ձեր ֆինանսավորումը եւ եթե տուն եք ուզում գնեք, այսպիսի interest rate-եր, տոկոսներ շատ երկար չենք տեսնելու։ Իսկ հիմա ուզում ենք խոսենք, մի հատ էլ նորից ուզում եմ ծանոթացնեմ, արդեն մոտեցանք մեր ավարտին, այցելեք aramkarsian.com, այնտեղ եթե տուն եք ուզում գնեք, search like an agent կոճակը սխմեք եւ եթե ուզում եք տուն վաճառեք, price my home կոճակը սխմեք եւ երկուսի դեպքում էլ ձեզ price my home կոճակը սխմելով ձեզ կհասցվի հատուկ report ձեր տան շրջանում ինչ է կատարվում եւ ով է վաճառում այսօրով տուն, ընդհանրապես արդեն եթե տունը երկար ժամանակ ունեք, երեխաները արդեն չվել են, այդպես կարելի ասել, մեծացել են, ամուսնացել են, արդեն այդ տունը շատ մեծ է ձեզ համար եւ ուզում եք մեծ տունը վաճառեք եւ փոքր տուն գնեք ավելի եւ ընդհանրապես այնքան էկուտի ունեք, որ կարող եք քաշով գնել այդ տունը, նոր տունը եւ ընդհանրապես ամսե վճար չունենաք եւ արդեն անցնեք ձեր թոշակի շրջանը, ավելի հանգիստ կյանք ապրեք կամ հակառակը փոքր տուն ունեք, երեխաները մեծանում են,
ննջասենյակ է պետք, ավելնորդ կամ ավելի մեծ տուն է պետք, այս անձինք են, որ այսօր շուկա են մտնում և վաճառում են և կարևորը, սա ինչպես հաղորդման սկզբին ասեցի, սա sellers market է, ձեր տունը վաճառողների շուկա է, ուստի առավելությունը ձեր ձեռքն է և մեր 1.5%-ը դեռ շարունակվում է։ Ուստի հարգելի բարեկամներ, մոտեցանք մեր ավարտին, եթե հարցեր ունեք, սիրով հեռաձայնեք 818-275-5115 հեռախոսահամարով։ Շնորհակալ եմ, որ մեզ ընդունեցիք ձեր հյուրասենյակները և իհարկե մենք փորձում ենք ձեզ այնքան ինֆորմացիա հասցնել, ամեն ինչը չենք կարող այս 30 րոպեում հասցնել, բայց եթե հարցեր ունեք, անպայման կապնվեք մեզ հետ, մենք պատրաստ ենք շաբաթը 7 օր և ձեզ ճիշտ խորհուրդ տալու, որպեսզի ինչքան ինֆորմացված լինեք, ճիշտ որոշում կայացնեք և մեզ ձեզ կարող ենք օգնել այդ հարցում։ Ես Արամ Կարսյանն եմ, շնորհակալ եմ և կտեսնվենք հաջորդ շաբաթ օրը ժամը 7-ին։ Walking down the sidewalk, kicking my feet as I'm moving to the music, step to the beat. I woke up today, canceled all my plans, and I stepped right outside with my guitar in my hands, and the notes became alive as the sound caressed the air, and I kicked it up a notch as I strolled without a care, 'cause I'm going